Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում աշխատանքային ակտիվ եռուզեռ է։ Պատրաստվում են հանդիսատեսի դատին հանձնել մասշտաբային նախագիծ «Սասունցի Դավիթ» բալետ օրատորիան։ Նախաձեռնության հեղինակը Երևանի քաղաքապետարանն է։ Դեռևս 1 տարի առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ սկսեցին լայնածավալ աշխատանքներ «Սասունցի Դավիթ» բալետ օրատորիայի աշխատանքները և հավաքվեց ստեղծագործական մի ամբողջ կազմ և մեծ քննարկումների արդյունքում կարողացանք մի շարք մեզ համար կարևոր բնորոշիչներ իմանալ, թե ինչպես ենք առաջնորդվում և ինչպես կարելի է մեր անմահ էպոսը ներկայացնել և ներկայացնել այսօր և վերաիմաստավորել և վերարժևորել։ Էպոսը ներկայացման սցենարի է վերածել էպոսագետ Հայկ Համբարձումյանը, երաժշտության հեղինակը Հողարթուն խումբն է, բալետմայստերը Մարիամ Ասլանյանը, իսկ շուրջ 400 երեխայի հետ երգչախմբային աշխատանքը վստահվել է Նարինե Ոսկանյանին։ Պատասխանատվությունը իհարկե շատ մեծ է, քանի որ դեռևս անդրադարձ չի եղել այս ֆորմատով մեր էպոսին և իհարկե մի փոքր մտավախություն էլ կա, թե ինչպես կընկալվի, ինչպես կընդունվի, բայց իհարկե մենք փորձում ենք ամեն բան անել, որպեսզի նախագիծը, ես իմ մասով կարող եմ ասել, երգչախմբի միջոցով կարողանա առավելագույնս հանդիսատեսին հասցնի էպոսի ողջ բովանդակությունը նոր լեզվով։ Այստեղ գլխավոր հերոսը բոլորն են, այսինքն յուրաքանչյուր արտիստ ինձ համար գլխավոր հերոս է ու գլխավոր հերոս կդառնա նաև հենց հանդիսատեսի համար և այդ գաղափարը կկրի նաև հանդիսատեսը իր մեջ, որ հայի մեջ ապրում է Դավիթը ու ինքը անպայման պետք է հաղթի։ 500 քառակուսի մետր մակերեսով և 80 կտորից բաղկացած դեկորացիայի հեղինակը նկարիչ քանդակագործ Արթուր Դուրգարյանն է, նշում է մեծ պատասխանատվություն է մաս կազմել նման մասշտաբային ներկայացման։ Ամեն պրոցեսի ընթացքում ներկայացվում էր կամ տարբեր ինչ-որ տեխնիկական լուծումներից հետո մեր լուսային, ուրեմն ընկերները բերում էին այս լուսավորությունը տարբեր ուրեմն գույներով, փորձում ենք հասկանալ թե ինչ գույնով, ինչ որակի, ինչ տեխնիկական լուծումները կարող է, այսինքն լույսը ստացվում է, որ հուշում էր մեզ հետագայում ինչ ձևով կարելի է շարունակել։ Կարծես թե ստացվել է։ Սասունցի Դավիթ բալետ օրատորիայի առաջնախաղերը տեղի կունենան դեկտեմբերի 18-ին և 19-ին։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։